Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել մուտք գործելով Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ եւ դիտել լայվը, հարցեր ունենալու պարագայում կարող եք լայվի կոմենտներ հատվածում գրեք, ես դրանք անպայման կընթերցեմ։ Մեկ նվիրատվություն 150 ընտանիքի ապագա հայրենիքում։ Սա արշավ է, որի նպատակն է հավաքագրել մեկնարկային կապիտալ այն 150 արցախցի ընտանիքների համար, որոնք ստացել են բիզնես կրթություն Ինոբիզի բյուր հարթակում ոլորտի լավագույն մասնագետներից եւ պատրաստ են սկսելու սեփական փոքրիկ գործը հայրենիքում։ Մանրամասները ներկայացնելու Ինոբիզի համահիմնադիր մարքեթինգի պատասխանատու Ինեսա Վարդանյանը, բարև ձեզ, եւ բյուր կրթական ծրագրի շրջանավարտ Angel Beauty Ակադեմիայի հիմնադիր Սիրան Ղարիբյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես հատկապես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ նմանատիպ ծրագրեր, որովհետև սրանք նոր շունչ են տալիս, նոր հնարավորություն են տալիս եւ նոր հույս են տալիս մարդկանց։ Հիմք, որի վրա կարող են հենվել եւ գնալ առաջ։ Սա է եղել հիմնական շարժառիթը, որ այս արշավը սկսվել է։ Արշավը սկսվել է, որպեսզի մեկնարկային կապիտալ հավաքենք, այո, բիզնեսների համար, նոր կյանքը սկսելու, բարելավելու եւ առհասարակ նոր շունչ մտցնելու կյանքի մեջ, բայց պետք է չմոռանանք նաեւ նրա մասին, որ սա ապրուստի միջոց է արցախցիների համար։ Ամենաառաջին հերթին սա է եղել մեր շարժառիթը եւ սա է մեզ դրդել, որպեսզի մենք արշավ սկսենք եւ եւս 150 ընտանիքի համար գումար հայթայթենք։ Ինչի եմ ասում եւս, որովհետեւ այո, նախկինում եւս 150 ընտանիքի համար մենք մեր գործընկերների միջոցով եւ Ինոբիզի բիզնես կրթական հարթակի շնորհիվ կարողացել ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի 150 ընտանիք բացի իր փոքրիկ գործը, նույնիսկ բիզնես ասացնել, շատ բարձր հնչում, ավելի փոքրիկ դնենք, սեփական գործի սկիզբ, այո, փոքրիկ գործի, այն ինչ որ իրենք կարողանում են անել, այն ինչ որ իրենց մոտ լավ է ստացվում, ինչով որ իրանք գուցե զբաղվել են Արցախում։ Իսկ եղել են դեպքեր, երբ եկել են եւ ասել են բոլորովին նոր ուղղություն ենք ուզում փորձել։ Ունենք նման դեպքեր, այո։ Մարդիկ զրոյից են ամեն ինչ սկսել եւ առհասարակ զրոյից սկսել է այստեղ այն միտքն է, որը նոր է բացել ամբողջությամբ։ Այո։ Նոր է եղել ամեն ինչ։ Շատ մարդիկ նույնիսկ նոր սկսել են on-line կրթություն հասկացողությունը իրենց համար բացահայտել եւ քանի որ մեր հարթակը ամբողջովին on-line է, իրանք կարողացել են այդ ամեն ինչին նոր սովորեն։ Ուզում եմ հասկանալ ինչպես է հավաքագրում, ինչպես է տեղի ունենում ամբողջական գործընթացը եւ ինչպես են մարդիկ իմանում այս ամեն ինչի մասին, որպեսզի չգիտեմ, եթե մասնակցության հայտ է անհրաժեշտ, որպեսզի լրացնեն եւ այլն, այս հիմնական սկզբնական փուլի մասին խոսենք, որովհետեւ կարծում եմ հետագայում ես, չգիտեմ, լիահույս եմ, որ շարունակական է լինելու, ավելի օգտակար կլինի մեր ռադիոլսողներին, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու։ Կամ եթե դեռ փակ չէ, ապա չգիտեմ, ինչ փուլում է ծրագիրը։ Ծրագիրը բաց է եւ հայտերը ամեն օր ավելի շատանում են, նշեմ, որ այս պահին 150 բիզնես բացվել է, բայց սովորում են 1500 արցախցիներ։ Օհո, այո։ Իսկ տարիքային սահմանափակում կա, թե ոչ։ Միջև 18 տարեկան անձինք չեն կարող մասնակցել, բայց կարող են ուղղակի, այո, այսքան ունեն այդ հնարավորությունը լսել, այդ ամբողջ ընթացքին ներկա լինել։ Քանի որ առցանց է, իրենք մտնում են, գրանցվում են եւ սկսում են սովորել։
հարթակը այնպեսին է, որ հնարավորություն է տալիս սովորել ցանկացած վայրից, ցանկացած ժամի, եւ մարդիկ դա կարող են համատեղել թե ուսման հետ, համասարանում, թե աշխատանքի հետ, թե նույնիսկ 4 երեխա ունենալու հետ, դա հնարավոր է համատեղել։ Այսինքն այդպեսի տարբերակել է եղել, հա, բազմազավակ։ Դուք գիտեք, արցախցիները շատ են սիրում երեխաներ ունենալ։ Այո, եւ մեր մասնակիցների մեծ մասը կանայք են հենց։ Բայց խտրականություն չկա, չէ՞, այս քնարական սերի ներկայացուցիչն էլ կարող է, չէ՞, մասնակցել ցանկության։ Իհարկե, տարիքային էլ չկա, այսինքն դեպի վեր ունենք միջև 72 տարեկան մասնակից, այո, իրանք այդպես ավանդական հայացքների ու պատկերացրեք, որ ինչքան էլ թերահավատորեն ենք մոտենում այդ տարիքային ցենզին, բայց միևնույնն է, ընդհանրապես մարդիկ շատ լավ այդ տեխնիկայի հետ կարողանում են լեզու գտնել, շատ լավ տեստեր են հանձնում, որտեղ ամեն վիդեոդասից հետո կա թեստ, որը մարդը պետք է անպայման անցնի, նոր որպեսզի հասկանա արդյունավետության մակարդակը եւ որքան, հա, դա մեզ համար չի, դա իրենց համար, այո, ինքնաստուգիչները, ինքնաստուգիչ տեստեր են։ Եվ ընթացքում ամենակարևոր հատվածը, որ իրենք կարողանում են ձևավորել իրենց բիզնես մոդելը, այսինքն զուգահեռաբար սովորելուն, պրակտիկ միանգամից դաշտում փորձում եք իրական բիզնեսի հիմքերը դնել։ Այո։ Այսինքն մարդիկ լրացնում են բիզնես մոդելը եւ ֆինանսական մոդելը, բավական մեծ բլոկ ունենք ֆինանսների մասին եւ վերջում արդեն երբ որ իրենք ավարտում են, ուրանում են պատրաստի բիզնես մոդել, որին անընդհատ կարող են անդրադառնալ, փոփոխություններ անել, բարելավել, մենթորների հետ հանդիպելով։ Այո, այսինքն նույնիսկ դասընթացը երբ ավարտում են, իրենք կարող են ունեն հնարավորություն խորհրդակցելու մենթորների հետ, հա, կապը պահվում է։ Ընթացքում շաբաթական 2-3 անգամ տարբեր մենթորների հետ հնարավորություն ունեն հանդիպելու, քննարկելու իրենց բիզնես մոդելը, բայց դրա հետ մեկտեղ նաև այո, վերջում էլ եթե հարցեր են ունենում, քանի որ մենք ունենք մեծ համայնք Viber խումբ ունենք եւ այդ բոլոր մասնակիցները այնտեղ են իրար հետ շփվում են, երբեք չի քնում, երբ դուք շատ ճիշտ ասեցիք, երբեք չի քնում, մենք գիշերն էլ ենք ստանում մեսեջներ, հասկանում ենք, որ մարդիկ այդ ժամին փաստորեն գործ են անում։ Սա խոսում է ոգևորվածության մասին, որը հիմնական շարժիչ ուժն է։ Ես Սիրանին եմ ուզում հարց ուղղել որպես բյուրկրթական ծրագրի շրջանավարտ, մի քանի կարևոր կետեր նշեք, որոնք ձեզ մոտիվացրեցին, նոր հույս տվեցին, առաջընթացի այսպես խթանիչը դարձան։ Ուրեմն նախ սկզբից Facebook-յան հարթակից իմացա ու մտածեցի որ կարելի է ինչ չէ մասնակցել մի քիչ թերահավատորեն, անկեղծ ասած հենց սկզբից փորձը փոխանցի սկզբունքով, հա, բայց հետո երբ որ սկսեցի մասնակցել, անկեղծ տենց բիզնեսի մի փոքր մասնիկա մտածում եմ որ կարելի է սկսել այդ աշխատանքը, բայց ոչ այդքան լրջորեն դեռևս, երբ որ մենթորների հետ սկսեցի հանդիպել ու այն խարիզման են, էներգիան են, չգիտեմ, ամեն ինչը, որ սա քեզ տալիս են, ուզում են դու առաջ գնաս, առաջ հրեն, չէ։ Այդ ամեն ինչը իրենցից ստանալով անընդհատ նոր մտքեր, հետաքրքիր գաղափարներ, նոր լուծումներ, նոր գալիս են քամոտ։ Ու քայլ առ քայլ իրենք մեզ սովորեցրեցին ինչպես սկսենք, ոնց սկսենք, որտեղից սկսենք, ինչպես մեր հաճախորդը հավաքենք, ոնց հաշվարկ անենք, հա, կարևոր մանրուքներով, այո։ Կտոր մեզ բերեցին, հասցրեցին նրան, իսկ դուք ձեր երազանքն եք իրականացրել, թե զուտ նկատի ունեմ, զբաղվում եք նրանով, ինչ սիրում եք ու ինչ ուզում եք, թե զբաղվում եմ նրանով, ինչ որ սիրում եմ, այո, իհարկե։ Եվ կարող ենք ասել հիմա ես շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ անցա այդ փուլերը, ստեղծեցի այն ինչ ստեղծեցի ու կարողացա բացի այն, որ ես սովորել եմ, կարողացա իմ սովորածը տալ բազմաթիվ կանանց ու աղջիկների շրջանում։ Դրան հաջորդեց իմ բիզնեսին, հաջորդեց նաև տեղահանումը, հա, արցախցիների տեղահանումը ու բազմաթիվ կանայք աղջիկներ մնացին անգործ, ոնց որ ես եկել էի Հայաստան ու այդ պահին չունեի աշխատանք։
փորձեցի օգնել իրենց անվճար սովորեցնել մասնագիտություն ու մոտ 450 կանանց եւ աղջիկների այս շրջանում մենք ես իմ թիմի հետ միասին սովորեցրել ենք մասնագիտություններ վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում եւ կոսմետոլոգիա։ Վեդի, Արտաշատ եւ Երևան քաղաքներում, հա, այո, սովորեցրել ենք եւ այն ինչ որ ես ստացել եմ բյուր հարթակից, կարողացել եմ այդ նույն ձևի նույն էներգիայով փոխանցել իմ ուսանողներին, որպեսզի իրենք էլ կարողանան գտնել իրենց։ Հրաշալի ուղղակի։ Մենք դեռ կանդրադառնանք անպայման ուսման ընթացքին, որովհետև շատ կարևոր է նաև հստակ օրինակով, հա, այդ ամենը ներկայացնել, վառ օրինակը մեզ մոտ է։ Հետաքրքիր բան նշեց Սիրանը, որ մարզերին էլ անդրադարձավ։ Ուզում էի հարցնել, քանի որ ամբողջ կրթական ընթացքը on-line է, այստեղ տարածքային խնդիր չունենք եւ մարզերից մերոնք կարող են դիմել, հա, որովհետեւ Արցախից տեղահանվել ու Հայաստանի տարբեր հատվածներում են, այսպես ասած, հանգրվանել մեր հայրենակիցները։ Մեր հարթակի ունիկալությունը հենց դրանում է, որ այն առցանց է եւ հնարավորություն կա քո ցանկացած վայրից մտնել, եթե կա ինտերնետ հասանելիություն, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում դրա հետ խնդիր չկա, այո։ Մարդիկ առանց որևէ խնդրի կարողանում են նույնիսկ հեռախոսով մտնել եւ սովորել եւ լրացնել թեստերը եւ եթե հանկարծ խնդիրներ են լինում համակարգչի հետ կամ հեռախոսի հետ մենք օգնում ենք, մենք քանի որ անընդհատ կապի մեջ ենք, արդեն նշեցի մեր Viber-ի համայնքում, մենք իրենց օգնում ենք, որ իրենք մոտակա ինչ-որ մի դպրոցում կամ Թումո բոքսում կամ ինչ-որ մի ձև, այո, միջամտում ենք, որպեսզի իրենք կարողանան օգտվել, բաց չթողնել, հա, հանկարծ, այո, կանգ չառնեն։ Ինձ ուրիշ բան էլ է հետաքրքրում, եթե դիտարկենք Երևան ու մարզեր ակտիվության մասով, հա, ավելի շատ ակտիվ են մարզերի մեր բնակիչները, թե ակտիվությունը բարձրանում է, բայց եթե հենց ստատիստիկայով ենք, հա, փորձում խոսել, ապա Երևանը ավելի ակտիվ է միանշանակ եւ Երևանում շատ ավելի հեշտ է ինֆորմացիան տարածվում, հա, այդ սարապանային ռադիոն ասված, այո, եւ տեղակայված են նաեւ արցախցիները շատ Երևանում, այո։ Շատ են, բայց նաև տարբեր հեռավոր գյուղերից նույնիսկ մենք չէինք մտածում, որ այդտեղից կունենանք մասնակիցներ, բայց պատկերացրեք բավական լայն է տարածումը։ Հրաշալի նախաձեռնությամբ եք հանդես եկել, որը փաստացի, եթե դիտարկում ենք, ապա տեսնում ենք, որ շղթայական ռեակցիայով շարունակություն է ունեցել, որովհետև վառ ապացույց կրթությունը ստացել է, գիտելիքները վերցրել է եւ կարողացել է փոխանցել մյուսներին, իսկ դա հրաշալի է ուղղակի, որովհետև իրականում իրականություն է փոխվել իրենց մոտ ամբողջական տեսարանով ամեն ինչով, թեպետ բոլորս հայ ենք, բայց այդուհանդերձ կենցաղավարման եւ տարատեսակ թեկուզ բնության տեսանկյունից, կլիմայի տեսանկյունից բազմաթիվ փոփոխություններ կան եւ մենք գիտենք, որ նույնիսկ եթե դիտարկենք Երևան ու Երևանին մոտ որևէ մարզ, ապա այնտեղ էլ խաղի կանոնները փոխվում են, կախված տեղանքից, կախված իրավիճակից, այս պարագայում մարդիկ եկել են բավական չէ, որ իրենց տներից են դուրս եկել են միտեղ, որտեղ խաղի կանոններն են մի քիչ էլ համամիտեք, չէ, ինձ հետ։ Իհարկե, եկել են, չունեն աշխատանք, չունեն կեցության վայր, չունեն ոչինչ ու պատկերացումներ շատ հարցերով, անծանոթ մի միջավայրում շատ դժվար է, իրականում շատ դժվար, որպես նման փորձ ունեցող անձնավորություն եմ ասում, երբ որ դու երկար տարիներ մեկ այլտեղ ես ապրում ու տեղափոխվում ես մեկ ուրիշ մտածելակերպ, ուրիշ կենցաղ, շատ դժվար է։ Եթե չունենաս մի փոքր օգնող ուժ, միայնակ իրոք դժվար է առաջ գնալը։ Իսկ մենք գիտենք, որ արցախցիք հզոր կերպարներ են, ձիգ են, հատկապես կանայք շատ ձիգ են, մարտնչող են, այո, իրենք ամենտեղ կգտնեն իրենց, իրենք ամենտեղ կարողանում են ոտքի կանգնել, իսկ կյանքի դժվարություններից չեն վախենում, կոփված են։ Երբեք։
Եվ սա եւս օգնում է բնականաբար, բայց այդուհանդերձ, երբ որևէ օտար տեղ ես հայտնվում, քեզ համար, հա, անծանոթ տեղ, օտար բառը մի քիչ սխալ եմ գործածել այս բaragայում, երբ որ մի քիչ քո հարմարավետության գոտուց այլ տեղ ես հայտնվում, միևնույնն է քեզ անհարմար է, շատ բաներ անհարմար են, որովհետեւ նախավարդ ժամանակ է պետք է ամեն ինչին սովորելու, ուսումնասիրելու ու հասկանալու։ Արդյոք կարող ենք ասել, որ ծրագիրը օգնում է նաեւ ժամանակը խնայել եւ շատ արագ ընկղմվել իրականության մեջ ու հասկանալ այստեղ ինչպես է աշխատում բիզնես մտածողությունն, ինչպես են աշխատում որոշակի կանոններ, չգրված օրենքներ։ Այո, բացի նրանից, որ մարդիկ պետք է ճիշտ հասկանանք, հա, ուղղակի չեն տեղափոխվել, հա, այսինքն շատ լուրջ ստրես է, մարդիկ անընդհատ շարունակ կարող են ամիսներ շարունակ դեռ տեղափոխվել մի վայրից մյուս վայր եւ փորձել ադապտացվել, այո, իրենց գտնել, իրենց ապրոստի վայրը ինչ որ փորձել հարմարեցնել։ Եվ այս պարագայում այո, օգնող է, որ այս ամեն ինչը կա եւ հնարավորություն կա ցանկացած վայրից միանալ, բայց միևնույնն է, ես հիշում եմ, երբ որ 21 թվականին այս ամեն ինչը սկսեցինք եւ հենց Սիրանի խմբի հետ որ սկսեցինք, շատ մեզ թվում էր, որ մենք պետք է իրենց ուժ տանք մենթորները եւ դասավանդողները։ Ես ամեն հանդիպումից հետո դուրս էի գալիս եւ ասում էի ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լավ։ Ես գիտեմ, որ այս կանայք էներգիայով լի, ես դուրս էի գալի։ Ինձ թվում էր մենք պետք է մտնենք իրենց այդ ոգևորությունը տանք, այդ ամեն ինչը տանք, բայց իրանք էին մեզ կարելի ասել բուժում օգնում, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք։ Իհարկե եկավ 2023 թվականը եւ քանակները արդեն շատ ավելի մեծ են, այո, եւ ստիպված մենք արդեն ստեղծեցինք այդ on-line հարթակը, ամբողջովին on-line, որ կարողանանք քանակը ապահովել, ճիշտ եմ հասկանում։ Եվ այո, քանակը ապահովենք եւ վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ իրենց ֆինանսավորմամբ համատեղ ստեղծեցինք բյուր հարթակը, որտեղ ի սկզբանե պետք է սովորեին 1000 արցախցիներ։ Էնել վարակի չէր ամեն ինչ։ Չանցած մի քանի ամիս մենք ունենք 1500 մասնակից եւ հիմա մենք իրար հետ զրուցում ենք եւ թիվը ավելանում է։ Իմիջիալոց ես ձեզ կխնդրեմ, որպեսզի թիվը ավելանալու այդ հարթակները, որտեղ պիտի գրանցվեն, հայտ լրացեն, այդ հարթակները մեր եթերից անմիջապես հետո Facebook-յան լայվի տակ կոմենտներ հատվածում տեղադրեք, որպեսզի մարդիկ երկար չփնտրեն միանգամից մուտք գործեն ցանկացողները, որովհետև մենք բավականին մանրակրկիտ ենք խոսում, որպեսզի հենց մեր ռադիոլսողները որքան հնարավոր քիչ հարցեր ունենան այս պարագայում եւ հասկանան արդյոք ուզում են մասնակցել թե ոչ, սա եւս շատ կարեւոր է։ Կան նվիրաբերող, դուք ասացիք, որ այսպես համատեղ եք աշխատել եւ ի վերջո որևէ տեղից պետք է ֆինանսներ հայթայթվեն, որպեսզի այս ծրագիրը իրականություն դառնա։ Կայուն աջակից, բարերար, խավոր, ինչեր են սրանք, կուզեի մի քիչ մանրամասնեիք այս տարբերակները, ինչ հարթակի միջոցով եք հիմա փորձում նաեւ այսպես ասած գումար հայթայթել։ Ես խոստացա, որ 150 թիվը շատ է հնչելու այսօր, հա։ Դա ոնց որ 150, այո, բիզնես արդեն բացվել են այս 3 տարվա ընթացքում, այդ թվում նաև Սիրանի բիզնեսը, որը տեսնում եք ինչ։ Սիրանի բիզնեսը ոնց որ առաջիններից է, հա, եղել ճիշտ եմ, հա։ Մեր գերազանցիկներից է Սիրանը։ Եվ շատ ունենք, ճիշտ է որ ասեմ, մի քիչ անհամեստորեն։ Չէ, իրականությունն է իհարկե, բայց այսպիսի բիզնեսներ շատ ունենք։ Ունենք մեղվաբույծ կանայք, ովքեր, այո, լուրջ հաջողություններ ունեն։ Ուրիշ Սիրանի դասարանցիները։ Հավատալի ունենք։ Ամեն ինչ ունենք։ Ինչ ասել։ Մեբելագործ, հա։ Ինչ ունենք։ Կահույքագործ կանայք։ Կանայք Այս տղամարդիկ են ունենք բավական ակտիվ։ են օգնում, չէ, իրենց։ Հա, ընտանեկան ավելի շատ ընտանեկան բիզնեսներ են։ Բոլորը ընտանեկան, հա, ունենք տեխնիկագործ, ունենք թատրոն, հա, ստվերներով թատրոն, որը որ շատ ցենց Չետաքրքիր է։ Բավականին լավ բիզնեսներ ունենք ու կապի մեջ ենք հիմնականում բոլորի հետ, շփվում ենք, փոստի փոխանակում, իրար օգնում ենք մի խոսքով ու
Այո, բավականին հետաքրքիր ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ իրենք Արցախում մարդիկը որ չեն զբաղվել այդ բիզնեսով։ Մենք եկանք, մենք սկսեցինք այս ծրագրի մասնակցել ու մեր մենթորները այնքան ասում չէ, ոգևորիչ մեզ ամեն ինչ տպավորում են, որ նոր իդեա, նոր բիզնես ու այդ բիզնեսը փորձում ենք միասին իրենք փորձում են աճեցնել, զարգացնել, ուղղություն ցույց տալ ու այո Ես գիտեք ինչ ֆիքսեցի, որ բացի նրանից, որ նոր հույս, նոր հնարավորություն, նոր գաղափարներ, որոնք իրականություն են դարձնում, այստեղ մի կարևոր գործընթաց է տեղի ունենում ակամայից, գուցե դրա վրա ամենասկզբում չեք ֆիքսվել, բայց կարծում եմ դա էլ է ոգևորիչ ուժ ձեզ համար, համայնք է ձևավորվում եւ նույնիսկ եթե այո, նախկինում իրար չէին ճանաչում, հիմա այստեղ մտերմացել են այս արշավների շնորհիվ, դասընթացների միջոցով ու կարծես թե մի մեծ համայնք է ձևավորվել, ճիշտ է։ Ընկերներ, նոր հարաբերություններ, այսպես կարող ենք ասել։ Բացի այդ, ես կուզենայի նշել, որ օրինակ հիմա այս դրամահավաքը 150 բիզնեսների, որ մենք մեկնարկել ենք Ռեարմենիա հարթակում, այստեղ էլ է երևում համայնքի ուժը, որովհետև այն արցախցիները, ովքեր այս ամեն ինչի շնորհիվ սկսել են եւ ոտքի են կանգնել, իրանք հիմա նվիրաբերում են, այո, որպեսզի եւ իրենց հետ որ խոսում ենք, ամբողջ օրը կապի մեջ ենք, հա, բոլորս։ Ասում են մենք սեր ենք տարածում, հա, այսինքն մենք այդ բարությունով սկսվել է այս ամեն ինչը, դուք մեր հանդեպ բարի եք եղել եւ հիմա մենք դրանով վերադարձնում ենք այդ բարությունը եւ օգնում ենք այլ բիզնեսներ մեկնարկեն։ Հրաշալի ուղղակի։ Սա շնորհակալ լինելու յուրատեսակ տարբերակ է, հա։ Եվ համայնք հասկացողությունը, որ դուք շատ ճիշտ նշեցիք, հենց դրանում է, որ բոլորը իրար օգնում են։ Հանկարծ ինչ որ ցուցահանդես ենք ունենում, մեկը ինչ որ մի բանի պակաս ունի, տոպրակները կամ ինչ որ բանյարի տպագրություն է, միանգամից մի քանի րոպեում հարցը լուծվում է։ Հզոր եք։ Հստակ մի կարևոր բան էլ կա, որ արդյոք գաղափարակից եք դուք, այսինքն մեկը գաղափար ունի, մյուսը այդ գաղափարին իր գաղափարի մի կաթիլն է ավելացնում, այսինքն այստեղ շատ առողջ հարաբերություններ են, հա, որքան հասկանում։ Այո, պատկերացրեք այդ շփումը կա, այդ միասին խորհրդակցելը, միասին օգնելը, միասին գաղափարը զարգացնելը կա, այո։ Networking ասվածը ինքնաբերաբար ստեղծվել է, մենք գիտենք, որ աշխարհի լավագույն մենթորները մեզ վստահեցնում են, որ բիզնեսի հաջողության գործում շատ կարևոր են ծանոթությունները, այսինքն networking-ը, որպեսզի դռները արագ բացվեն, ժամանակը խնայես եւ կարողանաս ճիշտ դռներ թակել այս բարակայում ու այդ դռները ձեզ համար բացվեն։ Այս բարակայում փաստորեն դուք ստեղծել եք այդ ներքին networking-ը, որը եւս մեկը մյուսին մի ձեռքով ասում է մի ձեռքը մյուս, այո, մյուսն էլ վամ, իսկ երկու ձեռքը արդեն դեմքը, սա խոսում է նաև այդ վառ օրինակն է կարծես թե, հա։ Եթե դիտարկում ենք, ասացիք, որ տարիքային սահմանափակում չկա, պետք է մարդը ուղղակի լինի չափահաս եւ կարող է մասնակցել ծրագրին, անչափահասները կարող են ուղղակի լսել։ Այստեղ դուք տեսնում եք սերունդների համախմբում, տարբեր սերունդների համախմբ։ Մենք միշտ ասում ենք, չէ, ավագ սերունդը միշտ դժգոհ է երիտասարդներից ու հակառակը, մեկը մյուսին չեն հասկանում։ Արդյոք այս գաղափարները, այս նոր ոգեշնչման աղբյուրները իրենց միացրել են եւ ինչու ոչ ոգևորում են միմյանց։ Մենք գիտենք, որ իրանք իրար օգնում են միանշանակ, թե բիզնես մոդել լրացնելուց, թե սովորելու ընթացքում իրար հաստատ միանշանակ գիտենք, որ օգնում են եւ չեն թողում, որ հանկարծ ինչ-որ մեկը հուսահատվի։ Ես շատ անգամ կարող եմ ասել մեծերն էլ անընդհատ քաջալերում են երիտասարդներին, հա, առաջ են բրդում եւ այդ փող հարգանքը եւ սերը անընդհատ զգացվում է։ Դուք ասացիք, որ արդեն քանի բիզնես կա, 150 բիզնես արդեն կայուն կա այս բարակայում, արդեն փորձառություն ունեք որոշակի եւ ես կցանկանայի հասկանալ, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդը ձեզ մոտ սովորի եւ կարողանա առաջին ծիլերը տեսնել բիզնեսի սեփական մոտավոր, եթե այսպես դիտարկենք։ Օրինակ, ձեզ որքան ժամանակում հաջողվեց ոտքի կանգնել։
Դասընթացների տևողությունը ընդհանուր դասընթացներ ու հետո արդեն գործնական արդեն իրավիճակներ մոտ 8 ամիս 8 ամիսը բավարար է սկսելու համար ստարտի համար բավարար է գերազանցիկ էր, չէ, ինքը մոռացել էի, հա։ Սա եւս շատ կարևոր հանգամ, դե մարդուց էլ է, չէ, իհարկե մարդու խառնվածքից էլ է շատ բան կախված։ Մենթորների հետ անմիջական շփում հարց ու պատասխան է ձևաչափը առաջնային տեղում է, որովհետեւ հաճախ մենք գիտենք, որ արդյունավետ է նաեւ երբ երկկողմանի է շփումը, այլ ոչ թե զուտ դասախոսական տարբերակով կամ մենթորի զեկույցով։ Մենթորի հետ շփվում են on-line էլի, բայց հարց ու պատասխանի միջոցով, այսինքն նույնիսկ ինդիվիդուալ, այո, իրենց հարցերը, իրենց բիզնեսի հետ կապված, իրանք հանգիստ կարողանում են քննարկել։ Հա, խմբային են հանդիպումները, բայց միևնույնն է բոլորը արդեն գալիս են պատրաստի հարցերը գրված եւ հարց ու պատասխանի միջոցով կարողանում են շատ արագ բարձել։ Հետաքրքիր է մենթորները ինչ տվեցին ձեզ, բացի գիտելիքից, հա, զուտ են, որ պիտի տային եւ ինչ ստացան մենթորները։ Սա փոխադարձ է միշտ, միակողմանի չի լինում երբեք։ Մեզ տվեցին պատասխանատվության զգացողություն, մեծ որ իրենք այնքան պատասխանատու են ամեն մանրուքին ու դու տեսնում ես իրենց պատասխանատվությունը ու ուզում ես նույնը վերադարձնես իրենց խստությունը եւ միաժամանակ այն անմիջական շփումը խիստ էին, որովհետեւ պետքա մենք լինեինք շատ պատրաստ, շատ լավ սովորած, բայց շատ ջերմային ու շատ ընթառաջող, դա իր տեղն ունի։ Լիքը դե գիտելիքները ասացի, որ ինչքան մանրուք, ինչքան մանրակրկիտ, չգիտեմ, մենք մինչեւ գիշեր 11-12-ը միասին չեք քնում էլի, անհանգստացել եք։ Փոքր ինչ մանրուքներ ենք ուղղել շտկել, նայել, ձևավորել, սարքել չգիտեմ, իրենք դրել էին այն ջանքը, հոգին ու սկզբում առանց աշխատավարձ, առանց չգիտեմ, ջանքը հոգին դրել, զուտ օգնելու համար։ Հա, օգնելու համար։ Իրենք օգնում էին ու տալիս էին լիքը դրական էներգիա։ Այն որ դուք գիտեիք, որ պարզապես անշահախնդիր օգնում էին ձեզ, ասեք, որ դա էլ է ձեզ փոշ տվել եւ պարտավորեցնող էր շատ պարտավորեցնող ու բացի դա էլ դա մեզ տվեց այն, որ եթե ինչ-որ մեկը կարողանում է օգնի ինձ, ուրեմն ես էլ կարող եմ օգնել մեկ ուրիշին։ Ու բոլորս արդեն այդ հոգեբանությամբ անցանք այդ շրջանը, որ պետքա մենք էլ օգնենք ինչ-որ մեկին։ Եվ դա օգնեց նաև ավելի արագ ու հեշտ հարմարվել նոր իրականությանը։ Իհարկե։ Եվ սկսել ստեղծագործել, չէ՞, այս բարակայում։ Ինչ տվեցին մենթորները մեր այս էնտուզիազմով եւ նպատակասլացությամբ լի ունեինք։ Երանդ ուժ, էներգիա, գիտելիք, ինչ ունեցել ենք։ Դուք տվել եք, իսկ դուք ինչ եք ստացել։ Մենք ստացել ենք փոխադարձ նվիրվածություն, շնորհակալությունների մի ամբողջ տարապ, հա, եւ մինչեւ այսօր։ Եվ ասեք, որ դա մի աշխարհ արժի։ Դա մի աշխարհ արժի, այո։ Պատասխանատվությունը իրականում շատ մեծ է եղել եւ իրենց արժեվ եւ մեր դոնորների արժեվ, որովհետեւ օրինակ Սիրանի բիզնեսը եւ եւս 34 բիզնես այդ տարի հովանավորվեց, ֆինանսավորվեց Ջայզեթի կողմից եւ այո, պատասխանատվությունը մեծ է, երբ որ նման կառույց, հա, հանդիսանում է դոնոր եւ հանկարծ ցախողումներ չլինեն, իսկ բիզնեսում դրանք գրեթե անխուսափելի է։ Այո, այդ շրջանում նաեւ ֆինանսավորմամբ Ջայզեթի 3 մասնակից գնացին Կաթար վերապատրաստվելու, չէ, ցուցահանդեսի մեղվաբույսներ, ագրո ցուցահանդեսեր եւ Հայաստանի տաղավարը ներկայացրեցին մեր, այո, փայլուն աղջիկները, մրով մեղրը եւ մելոյան մեղրը, հաթերքվոտը նույնպես մենք կարողացանք շատ լավ ներկայանալ եւ այդտեղից կապեր ունեցանք շատ լավ, որպեսզի բիզնեսը Հայաստանից դուրս էլ ընդլայնվի, հա? Հայաստանից դուրս էլ ընդլայնվի եւ այսօր արդեն մրով մեղրը ունի պատվերներ։ Հրաշալի է։ Այո, հրաշալի է եւ մեր գերազանցիկներից էլի գերազանցիկներ։ Բոլորն են, բարձվում են բոլորն են գերազանցիկ։ Եկեք գերազանցիկ բառը չգործացենք, այստեղ ավելի ճիշտ է երևի ասել մաքսիմալիստներ։
Հա, պերֆեկցիոնիստ։ Այո, սա շատ կարևոր է եւ ոգեշնչող։ Վերջին 3 րոպեն է մնացել եւ ես կուզեի արագ եւս մեկ անգամ հարթակի մասին խոսեինք, նույնիսկ 1 րոպեն է մնացել, այստեղ ինձ հուշեցին, ցավոք ժամանակը սպառվում է։ Վերջնաժամկետը երբ է, մինչեւ երբ կարող են դիմել եւ չենք մոռանում եթերից անմիջապես հետո հղումները տեղադրել կոմենտներ հատվածում լայվի։ Շատ կարևոր է, որպեսզի 150 բիզնես եւս կարողանանք բացել եւ Ռեարմենիա հարթակում գործում է մեր դրամահավաքը, որը կոչվում է 150-ի արմատներ։ 150-ի արմատներ, հիշենք սա։ Innobiz-ի էջում Facebook-յան կարելի է գտնել, թե ինչպես նվիրաբերել դառնալ, օրինակ, մեկ բիզնեսի քավոր, դուք արդեն տեսնում եք, հա։ Քավորը շատ։ Այո, քավոր նշանակում է, որ կարելի է նվիրաբերել 1 միլիոն դրամ եւ դա ուղղորդել հետո մասնակցին։ Ահա։ Հոգալ նրա բոլոր խնդիրները, խավորություն, մենք գիտենք այդ բառի խորը իմաստը։ Եվ այսպես կարելի է նվիրաբերել եւ դառնալ նման փայլուն բիզնեսների, որոնք մենք հասկանում ենք եւ տեսնում ենք ինչպես են հետո օգնում մնացած արցախցիներին, դառնալ բարերար, նվիրաբերող։ Այո։ Մի խոսքով հղումները խնդրում եմ անպայման տեղադրեք, որպեսզի ցանկացողները, ովքեր ուզում են իրենց լուման ունենալ, անպայման մտնեն Ռեարմենիա եւ այդ հարթակի միջոցով, չգիտեմ, կորոշեն քավոր են դառնում սանիկներին, թե ոչ եւ հովանավորներ, բայց այդուհանդերձ այդ իրականությունը, այսպես ասած, այդ ցանկությունը եւս իրականություն դարձնենք, սա եւս շատ կարեւոր է, հղումները կտեղադրվեն, եթե դուք ցանկանում եք այդ արշավի մասնակիցը դառնալ, ապա հղումներով կգնաք եւ շատ արագ կգրանցվեք, որպեսզի բացի չթողնեք այս հիանալի հնարավորությունը։ Ես շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար։ Ես հուսամ այդ 150-ը կքառապատկվի, հնգապատկվի եւ մենք հետո կտեսնենք կայուն շատ լավ բիզնեսներ, որոնք շատ ճկուն են, զարգացել են ու իրենց արմատները գցել են հայրենիքից դուրս։ Ես հիշեցնեմ սիրելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներն էին Innobiz-ի համահիմնադիր մարքեթինգի պատասխանատու Ինեսա Վարդանյանը, Բյուր կրթական ծրագրի շրջանավարտ Angel Beauty Academy-ի հիմնադիր Սիրան Ղարիբյանը։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, կոչ եմ անում միանալ այս հրաշալի արշավին, մնացեք հանրայինի հետ։